Душа такая светлая. Ну прям... Եթե մերոնք են, ուրեմն գեղեցիկ են, թե ուրիշը տգեղ ու տձև։ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ռուսական պրոպագանդան սլավոնական արտաքինով ուկրաինացիներին ու ընդհանրապես պատերազմի դեմ խոսողներին համարում է սարսափելի տգեղ։ Мы сильные и красивые. Все как один. Вот так и выживем. Սա շատ պրիմիտիվ, բայց շուտ հանդիպող քարոզչական թեզ է, որը լայնորեն ու անխնա օգտագործում են Կրեմլի պրոպագանդիստները։ Ահա ագրեսիվ գովեստներից մի քանի դրվագ։ Какие красавцы. Ну, мужики такие вот прям настоящие, крепкие. Все награжденные вроде бы разного возраста, в разных воинских званиях. Но какие одинаково прекрасные, красивые, светлые лица. Այսպես նաև անում էին երրորդ ռեյխում կամ սովետի ժամանակ։ Նացիստներն օրինակ զանգվածաբար տպագրում էին հակասեմիտիստական ծաղրանկարներ ու պաստառներ, ռեժիմի թշնամիներին ներկայացնում ընդգծված փորով ու քթով, նույնից բաժին էր հասնում նաև մոսկովյան քաղաքական հակառակորդներին։ Իրենց արիացիներին պրոպագանդիստները նկարում էին լայն թիկունքով, ընդգծված մկաններով, հպարտ հայացքով, մի Ապոլոն։ Իսկ սա արդեն սովետական պաստառ է, որտեղ երևում է այսպես ասած թշնամու դեմքը։ Մեկ ուրիշում ուժեղ մկաններով սոցիալիստ տղամարդն է։ Ահա մայր հայրենիքը, որ կարմիր բանակ է կանչում, կամ բանակ գնացողը, որ Մոսկվա է գոչում։ Նույն ոճի մեջ կամավոր կռվողներ էին փնտրվում, եւ փող ունեցողները ծաղրվում։ Ահա մի ուշագրավ պաստառ էլ, սովետական բանակի զինվորը լեհերից փրկում է ուկրաինացի գյուղացուն։ 21-րդ դարում արդեն հակառակորդի արտաքինի վրա ֆիքսված ռուս պրոպագանդիստները պատերազմին ոչ հասողներին են ծաղրում եթերում։ Посмотрите на среднестатистический портрет русской этой нетвойняшки. Как правило, мерзкая рожа, несчастная в жизни, без семьи или семья там... Страшная, прыщавая, гнилозубая. Вот, поэтому сам, знаете, дьявол своих помечает. Կրեմլի կողքին կանգնած լրատվականները չեն խնայում նաև երկրների ղեկավարներին։ Պուտինը սիրունների մեջ է, մյուսները դե լսեք։ Выступил товарищ Зеленский с мордой своей невозможной. Макрон. Живое воплощение гальского петушка. Արտաքինը քննարկելը պրոպագանդայի ամենապարզունակ ձևն է եւ կարծես արդարացում ակնհայտ կեղծ թեզի. սիրուն ենք, ուրեմն նաեւ լավն ենք ու ճիշտ։ Իսկ ճիշտն այն է, որ այսօր էլ թշնամու կերպարը դեհումանիզացնելն ու ծաղրելը միայն ռուս պրոպագանդիստներին չէ, որ բնորոշ է, բայց ռուս-ուկրաինական 3 տարի շարունակվող արյունոտ ու դաժան պատերազմի ու մինչ օրս անհայտ թվով զոհերի ֆոնին գեղեցկուհին ու հրեշը խաղալն էլ մի ուրիշ տեսակի ծաղր է։